Հանուն հոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր, աղաղակում էր ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսի կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Ժողովրդից ոմանք երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. սա է ճշմարիտ մարգարեն։ Ուրիշներն ասում էին. սա է Քրիստոսը։ Իսկ դեռ ուրիշներ ասում էին. միթե Քրիստոս Գալիլեայից է գալու, չէ որ գիրքն ասում է, որ Քրիստոս գալու է Դավթի սերնդից, Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր, եւ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։ Եվ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց։ Եվ սպասավորները վերադարձան քահանայապետերի եւ փարիսեցիների մոտ, եւ սրանք նրանց ասացին. ինչու նրան այստեղ չբերեցիք։ Սպասավորները պատասխանեցին եւ ասացին. ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը։ Փարիսեցիներն ասացին. միթե դուք ել եք մոլորվել, միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան, բացի այդ խաժամուղ ամբոխից, որ օրենքը չգիտե եւ նզովյալ է։ Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր նրա մոտ եւ նրանցից մեկն էր, նրանց ասաց. միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախ նրանից լսած կամ իմացած չլինի, թե ինչ է գործել նա։ Նրան պատասխանեցին եւ ասացին. միթե դու էլ Գալիլեայից ես, քննիր եւ տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս։ Մի առակ կա, ծերունի հայրը պիտի մահանա, պիտի ննջի, որդիներին հավաքում է եւ խրատ է ուզում տալ որդիներին, վերջին խրատը պատգամն է տալիս, մի ծախավել է բերել տալիս է որդիներին հերթով, ասում է ջարդեք եւ բավականին հաստ էր ծախավելը, որդիները չարչարվում են, ոչ մեկը չի կարողանում ջարդել։ Հետո ուժից ընկած, թուրացած ծերունի հայրը ծախավելի միջի առանձին ճյուղեր առանձնացնում է եւ ամեն մեկը ջարդում է։ Եվ ամբողջը կոտրում է, ասում է տեսակ ինչ եղավ, երբ որ դուք միասին եք, ձեզ հաղթել չի լինի, բայց երբ որ դուք բաժանվեք, առանձնանաք, ձեզ հեշտությամբ կկոտրեն բոլորը։ Խրատս է, որ միաբան լինեք, մեկ լինեք։ Այսօրվա ավետարանում ասում է Քրիստոսի պատճառով ժողովրդի մեջ պառակտում առաջացավ, ժողովուրդ իրարից բաժանվեց։ Բաժանումը միշտ վատ է, միավորումն է լավ։ Եվ պատարագի մեջ մենք երգում ենք, որ ամբողջ եկեղեցին մեկ անձ դառավ, միավորվեցին, մեկ եղան Տեր Հիսուս Քրիստոսով։ Առաջին բաժանումը եղավ դրախտում, երբ մարդը անհնազանդ գտնվելով Աստծուց բաժանվեց, հեռացավ։ Այս բաժանումով սկսեցին բոլոր բաժանումները։ Հետո Ադամի որդիներից Աբելն ու Կայենը իրարից բաժանվեցին։ Հետո այսպես մարդկությունը բաժանվեց եւ բաժանումների գլխավոր պատճառը հպարտությունն է։ Սատանան խաղաց մարդու հպարտության վրա, ասեց. մի վախեցիր, դու Աստծո պես կլինես։ Եվ մարդը Աստծո պատվիրանը խախտեց, ուզեցավ ինքը բարձրանալ, ինչպես Սատանան ինքն էր երկնքում բարձրացել, ուզեցել էր Աստծուն հավասար լինել, երբ դեռ հրեշտակ էր, եւ երկնքից ընկավ,
Աստված երկնքից գցեց եւ դարձավ անզեղջ սատանա, հակառակորդ։ Եվ այսօր մենք տեսնում ենք ինչքան բաժանումներ կա աշխարհի մեջ։ Ընտանիքների մեջ, հասարակության մեջ, հարազատների մեջ։ Եվ այսօր մեր հասարակության մեջ էլ մեծ ցավ է այս բաժանումը, որ հասարակությունը երկու կամ մի քանի մասերի է բաժանվել։ Ինչն է այս բոլոր բաժանումների պատճառը։ Ուրեմն եւ գիտեք, անդադ մենք կոչեր ենք լսում մեր իրականության մեջ, որ պիտի միաբանվենք, միաբանություն անհրաժեշտ, բաժանումը լավ չի, ճիշտ են ասում, բաժանումը լավ չի, պիտի միաբանվենք, բայց ինչպես կարող ենք միաբանվել։ Երբ որ մենք իրարից տարբեր ենք մտածում, երբ որ մենք իրար հակադիր ենք մտածում, երբ որ մենք հակառակ մոտեցումներ ունենք, պիտի գանք պատճառին, բաժանման պատճառին, որ հասնենք, կիմանանք, թե ինչպես այդ պատճառը վերացնենք։ Բաժանման պատճառը մարդու Աստծուց բաժանումն էր։ Հենց մարդը Աստծուց բաժանվեց, սկսեց մարդը իրարից էլ բաժանվել։ Աստված մեկ է, Աստված սեր է, Աստված միություն է, եւ Աստծո մեջ մնացող մարդը չի կարա բաժանվի։ Բայց Աստծուց հեռացած մարդը, առանց Աստծո ապրող մարդը, ինքը արդեն ինքն իր համար Աստված է, ինքն իր համար հեղինակություն է, ինքը ինքնագլուխ է, ինքնակամ է, եւ ինչքան մարդիկ լինեն, ամեն մեկի ինքնագլուխ են եւ ինքնակամ են։ Ուրեմն բոլոր բաժանումների պատճառը Աստծուց հեռացած վիճակն է։ Ուրեմն այդ բաժանումները հաղթահարելու համար ինչ պիտի անենք։ Պիտի ամեն մեկս վերադառնանք Աստծուն։ Վերադառնանք եւ խոնարհվենք Աստծո հզոր աչքի տակ։ Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանում ասել, ես եւ իմ Հայրը մեկ ենք, մի ենք։ Այնպես էլ մենք Քրիստոսով պիտի բոլորս մեկ լինենք։ Քրիստոսով մեկ պիտի լինենք։ Իսկ ինչպես պիտի իրականանա այդ մեկությունը։ Մարդ ինչպես կարող է միանալ Աստծո հետ։ Երբ որ մարդը կարևորի իր կյանքում այս խնդիրը։ Ասում է մի մարդ գնաց իմաստունի մոտ եւ գանգատվեց, տրտնջաց, ասեց կյանքս կյանք չի։ Անընդհատ, անիմաստ, նեղված, խռովված, ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ մութ է, սև է, լավ չի կյանքս։ Ինչ անեմ։ Այս իմաստունը մի հատ աթոռ բերեց դրեց սենյակի մեջ տեղում, այս մարդուն ասեց նստիր, այս մարդը նստեց, հետո ասեց կանգնիր, հետո այդ մարդը կանգնեց, հետո նորից ասեց նստիր, նստեց, ասեց կանգնիր, նստիր, կանգնիր, 5 րոպե այս մարդուն նստացրեց ու կանգնացրեց, այս մարդը նեղվեց, ասեց դու ինձ ձեռ ես առնում, ես եկել եմ լուրջ բանի համար քեզ դիմում եմ, որ դու ինձ օգնես, դու ինձ ասում ես նստիր կանգնիր, ասում եմ նեղվեցիր, ասում եմ այո նեղվեցի, ասում եմ ինչից նեղվեցիր, ասում եմ հոգնեցի, չէ, ասում եմ չես հոգնել, դու նեղվել ես, որովհետև քո նստել կանգնելու իմաստը չգիտես, անիմաստ նստում կանգնում ես, երբ որ մարդը կյանքը ապրելու իմաստը չգիտի, կյանքը իր համար նպատակային չի, իմաստավորված չի, մարդը նեղվում է։ Մարդը իմաստ չի տեսնում ապրելու մեջ։ Մարդն ասում է, այս ինչ ծանր է, այս ինչ դժվար է, այս ինչ անցկալի է, դրա համար իմաստունը ասում է, փնտրիր, գտիր կյանքիդ իմաստը,
Փնտրիր գտիր կյանքիդ նպատակը, որ իմաստ ունենա, այդ դեպքում ոչ վշտերը, ոչ նեղությունները, ոչ փորձությունները քեզ համար ծանր չեն լինի, այդ բոլորը կիմաստավորվեն քո գտած կյանքի իմաստի մեջ, թե վիշտը, թե նեղությունը, թե փորձությունը, թե հալածանքը եւ ամեն ինչ, քանի կյանքիդ իմաստը չես գտել, կյանքդ այդպես է լինելու։ Ուրեմն Աստված մեզ կյանքը տվել է, որ մենք այդ կյանքի իմաստավորված ապրենք եւ ամեն մեկս պիտի գտնենք այդ կյանքի իմաստը։ Գիտեք, շատերը ասում են կյանքի իմաստը, բայց տեղ չի հասնում։ Կարաս լսես ու անցնի գնա։ Ինչի՞։ Մինչև դու ինքդ չփնտրես, մինչև դու ինքդ Աստծո դռները չթակես ու ասես Տեր Աստված, ո՞րն է իմ կյանքի իմաստը։ Այս իմաստունն ասել է, այստեղ կարդացել եմ, ընդեղ կարդացել եմ, ընդեղ կարդացել եմ, Տեր Հայրը ասում է, այն մեկն ասում է, բայց չի հասնում տեղ։ Հոգիս չի ընկալում, ո՞րն է իմ կյանքի իմաստը։ Մինչև Աստված քեզ խոսի, քեզ հետ խոսի։ Ես կասեմ, որն է կյանքի իմաստը, բայց այդ իմ գտածն է, կարող է քոնը չի։ Կյանքի իմաստը Աստծո հետ մեկ լինելն է, Աստծո հետ միավորվելն է։ Ոչ թե բաժանված լինելն է Աստծո, այլ Աստծո հետ լինելն է, Աստծով լինելն է, Աստծո սիրո մեջ լինելն է։ Էս է կյանքի իմաստը։ Բայց ասում է Արիուտես, որ բաժանում եղավ։ Այսօր մեր հասարակության մեջ բաժանումներ են, այսօր մեր եկեղեցու մեջ բաժանումներ են։ Վատ է, շատ վատ է։ Այս բաժանումները պիտի հաղթահարենք։ Այս ամեն ինչը ինձ է ցույց տալիս, որ մենք Աստծուց ենք բաժանվել, դրա համար էլ իրար մեջ բաժանվում ենք։ Եթե մենք Աստծուց չբաժանվենք, Աստծո հետ միավորվենք, բաժանումները ինքնին կվերանան ամեն ինչից, որտև այդ բաժանումները բոլորը մարդկային մտածումների, մարդկային հպարտությունների, մարդկային ամբիցիաների արդյունք է, բայց երբ որ մարդը Աստծո մեջ է, Աստծո հետ է, այլևս ինքը չունի ոչ ամբիցիաներ, ոչ ինքնահաստատման, ոչ ինքնակայացման, ոչ ուրիշներից բարձր լինելու ձգտումներ եւ ցանկություններ, որտեւ Աստված արդեն ամեն ինչ է իր համար եւ ինքն էլ Աստծո հետ ամեն ինչ է։ Քրիստոսն ասաց. Ինձ եկեք բոլոր ծառավացներ եւ խմեք ինձնից եւ ձեր ծառավը կհագենա եւ ձեր միջից կբխեն կենթանի ջրերի կետեր։ Եվ ավետարանն ասում է Քրիստոս խոսում էր հոգու մասին։ Էս Աստծո հետ միավորվելը։ Երբ որ մենք մեր ծառավը հագեցնում ենք այն աղբյուրից, որի անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Եթե մենք ուրիշ աղբյուրներ չենք փնտրում մեր հոգու ծառավը հագեցնելու համար, հենց մենք այդ աղբյուրին մոտենանք եւ մեր ծառավը հագեցնենք, մեր կյանքը այլևս անիմաստ չի լինի։ Մենք անիմաստ չենք նստի ու կանգնենք աթոռի վրա, այլ մենք կիմանանք ինչի համար ենք նստում, ինչի համար ենք կանգնում։ Եվ մեր կյանքի տեսակ խութերը, դժվարությունները, փորձությունները ինչի համար են եւ մեզ ուր են տանում։ Եվ որ մարդը չգիտի, այդպես չի մտածում։ Մի հիվանդություն է լինում, ասում է, այս հիվանդությունը ինչի եկավ կպավ ինձ, բա Աստված ինչի սենց արեց, ինչին հենց արեց։ Մի ձախորդություն է ալնում, կորուստներ է ունենում, նյութական, տնտեսական, սկսում է նեղվել, ինչի եղավ։ Բայց երբ որ մարդը կյանքի իմաստը գիտի եւ վստահում Աստծուն, շատ լավ հասկանում է, թե ինչի եղավ։ Սա մեր ճանապարհն է դեպի Աստված գնալու։ Սա մեր ճանապարհն է Աստծո հետ միավորվելու, սա մեր ճանապարհն է բաժանումները վերացնելու։ Մի կին, որ
ծանր վիճակի մեջ էր, մահամերձ էր, պիտի մահանար, եւ երբ իրեն այդ մասին բացահայտ ասվեց, որ գիտես քո վիճակը ծանր է, բժիշկները քեզ չեն կարողանում օգնել, դեղերը չեն կարողանում օգնել, եւ միայն Աստված կարող է քեզ օգնել։ Բնական է, այդ կինը իր հիվանդությունից գիտեր, որ ինքը այդպիսի վիճակի մեջ է, բայց մի բան է իմանալ, կռահելը, մի բան է, երբ որ իր երեսին այդ ամեն ինչը ասում են։ Եվ այդ կինը, գիտեք ինչ արեց, մի քանի րոպե լուր մնաց, հետո սթափվեց, հետո հեռախոսը վերցրեց, սկսեց զանգել։ Ես հարցնում եմ, ասում եմ, ում ես զանգում, ասեց բոլոր այն մարդկանց, ումից ես բաժանված եմ, ումից ես խռովված եմ, ում հետ ես չեմ խոսում, ով ինձնից նեղացած է, ուզում եմ բոլորի հետ հաշտվել։ Այսինքն բաժանումները վերացնել։ Եվ այս բանը կարող անել միայն Աստված։ Այս բանը մենք կարող ենք անել միայն Աստծով։ Ինչքան ուզում ենք խոսենք, ասենք, փիլիսոփայենք, մտքեր առաջ բերենք, բաժանումները մեզանում չեն վերանա, մինչև մենք Աստծուն չգնանք, բոլորս, ով գնաց դեպի Աստված, իր համար բաժանում չկա այլևս, իր համար թշնամի չկա այլևս, իր համար հակառակորդ չկա այլևս, որտև Աստծո մեջ բոլորը լավ է, Աստծո մեջ ամեն ինչ բարի է։ Արհեստական չի լինի այդ բաժանումը վերացնել, որտև Պողոս առաքյալը ասում է, ինչ միաբանություն ունի լույսը խավարի հետ, ինչ միաբանություն ունի Քրիստոս Բիլիարի հետ, այսինքն սատանայի հետ, չէ, այս արհեստական միաբանություն չի կարա լինի, այսինքն երկուսն էլ պիտի լինեն լույս, որ միանան իրար, երկուսն էլ դեպի Քրիստոս պիտի գնան, որ միանան իրար, չի կարա մարդը Քրիստոսին հակառակ լինի ու միանա քրիստոնյայի հետ, կամ քրիստոնյան միանա Քրիստոսին հակառակ եղողի հետ։ Եթե մենք իսկապես գիտակցում ենք, որ բաժանումը վատ բան է, մենք պիտի Աստծո հետ միավորվենք, ամեն մեկս։ Մենք չենք կարող մեր կողքինին ասել արի դու միավորվի, չէ, այդ ինքը պիտի անի։ Մենք ինքներս կարող ենք անել եւ մեզ համար բաժանումը կվերանա։ Մենք կմիանանք Աստծո հետ եւ մեկ կլնենք եւ մեր կյանքի նպատակը կիրագործվի դրանով։ Ես գիտեմ, որ բոլորիս կյանքում էլ թե մեր ազգային, ընդհանրական, հանրային կյանքում, թե մեր անձնական կյանքերում կան բաժանումներ, որոնք վատ են ազդում մեզ վրա, որոնցից մենք նեղվում ենք, որը մենք բոլորս կարիք ունենք Աստծո հետ միավորվելով հաղթահարել այդ մարդկային բոլոր բաժանումները, մեր ու Աստծո բաժանումը հաղթահարելով հաղթահարել այդ բոլոր բաժանումները։ Աստված մեզ իմաստություն տա, Սուրբ Հոգին մեզ առաջնորդի, Քրիստոսին գալով խմենք այդ աղբյուրը, որից մեր միջից պիտի կենդանի ջրի գետեր բխեն, այսինքն Սուրբ Հոգին պիտի հորդի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։